Աննա Գրիգորյան, Հայաստանում ինչ իրադարձություններ պիտի տեղի ունենան կամ ինչ գործողություններ պիտի արվեն, որպեսզի լուծվի մեր անվտանգության խնդիրը։ Անվտանգության խնդիրը մի քիչ շատ լայն ձևակերպում է, որովհետև նայած ինչ ենք մենք հասկանում, էլի, անվտանգություն խնդիրի ասելով։ Դե պետք է հեռացվի անվտանգության գլխավոր սպառնալիքը։ Գլխավոր սպառնալիքը իր հերթին։ Այո, բայց ինչա պետք անել իր գնալուց հետո հերթով, հա, ինչպես առողջացնել հայկական բանակը, ինչպես վերականգնել եւ դիսցիպլինան եւ ոգու ամրությունը տղաների եւ կադրային լավ մասնագետներին, չգիտեմ ոնց համոզել, հետ վերադարձնել համակարգ մարդկանց, որոնք գիտեն ինչպես այդ բանակը կառուցել, առողջացնել։ Բանակի մասով անելիքը շատ է։ Նաև ռեպուտացիոն խնդիր է, հա, որ բանակի առաջ միջով պատերազմ միջով 18 թվական, հա։ Բանակը այն ինստիտուտներից էր, որը թոփային ամենաբարձր հանրային աջակցություն եւ այսպես ասած ծեր վայելող կառույցներից էր, ինչից նույնպես մի քիչ առաջ խոսում էինք նրա մասին քեզ հետ, որ փաստորեն ամեն ինչ արեցին, որպեսզի վարկաբեկեն, որպեսզի հնարավորինս քանդեն այդ ինստիտուտը, որպեսզի չնայած մի կողմից գիտես, այդտեղ մի հատ փոքր այսպես ասած կյանքի դաս էր բոլորիս համար, որ մարդիկ, որոնց մասին նաև կարծում եմ ես ու դու ինչ որ միֆական բաներ ունեինք, պատկերացումներ ունեինք, իրականում պարզվեց, որ լրիվ այլ են, հա։ Եվ այստեղ էլ կյանքը դա օրինակ այն սխալներից է, որը ես ընդունել եմ, որ չի կարելի մարդկանց այդ կրեդիտը չափից շատ տալ։ Միշտ պետքա մի փոքր սպասել տեսնել իրան տարբեր իրավիճակներում մարդը ոնց է դրսևորում, երբ որ համապատասխան հանգամանքներ են ի հայտ գալիս եւ մարդիկ, որոնք ինձ մոտ հարգանք են վայելել պատերազմի ընթացքում, պատերազմից հետո մի մասը կուռ մնաց, իրենց դրսևորեցին այնպես ինչպես եւ ակնկալում եւ սպասում էինք, իսկ մի մասը վիզ ծռեցին իշխանության առաջ եւ քանդեցին իրենց այդ սպայի պատվի մասին։ Ընդ որում իրենց նաեւ մեր պատկերացումը կառուցած է, այսինքն իրանք իրանց իսկ կառուցածը ավիրեցին հանուն, չգիտես ինչի։ Այո։ Գիտես այստեղ ես ուզում եմ հենց այս ասածիդ մասին էլ երկու բան դիտարկում անել, առաջինը որ միշտ ասում եմ, կարծեմ ես տաղավարում ենք իրար այդ օրինակը բերել, երբ որ դու ասացիր, չէ, ասում եմ, երբ որ մտածում ենք շատ մարդիկ պիտի ուրիշ ձև վարվեն, ուրիշ կերպ պահեն իրենց, ուրիշ դրսևորում ունենային էլի տարբեր հանգամանքներում, ոնց որ օրինակ չգիտեմ, ասենք Կարսի անկման օրերին 1920 թվականին մարդիկ կային, որոնք որ չդիմանալով այդ կորուստին, ասենք բան արեցին, իրենք իրենց մի արա չի կարելի։ Չէ, ասենք կապիտան Մազմանյանը օրինակ բան արեց։ Միացա, չի կարելի դա եթերում ասել ինչ է եղել։ Հա, բայց ամեն դեպքում այդ մարդիկ բայց կարելի Google-ել եւ տեսնել ինչ է եղել։ Կապիտան Մազմանյանի մասին օրինակի համար, հա, դրա, այսինքն մարդիկ էին, որոնք սպայական պատվից ելնելով, չդիմանալով այդ ծանր կորուստին, իրենք ոնց որ ստիպված որոշ քայլերի դիմեցին, հա։ Հիմա այստեղ ոնց որ այն տեղին է այդ Վոլտերի ասածը հիշել, որ ասում է բանը, հա, հռոմեական սրբազան կայսրությունը պարզվեց ոչ հռոմեական էր, ոչ սրբազան եւ ոչ էլ կայսրություն, հիմա պարզվեց, որ բազմաթիվ զինվորականներ, որոնք որ սպայի կոչում էին կրում, պարզվեց, որ իրանք այդքան էլ սպայի այդ վարքականոնին չեն համապատասխանում։ Բազմաթիվ լրագրողներ, մտավորականներ, որոնց մենք փայփայել էինք, սիրել էինք, իրենք ժողովրդական սիրո շնորհիվ էին այդ դիրքը զբաղեցնում, պարզվեց, որ իրանք բնավ այդպեսին չէին։ Ու այստեղ ես օրինակ միշտ հիշում եմ առաջինը Արտուր Մեսչյանի անունը, որը տենց ժողովրդական սիրո բաներ, էլի անկեղծ ժողովրդական սիրո, տենց խղճի բաներ, կերպարներ, ուր Արտուր Մեսչյանը։ Մի բառ ասել է Արտուր Մեսչյանը։ Մի բառ Արցախի կորուստից հետո, հա։ Եվ նմանատիպ այլ այսպես բաներ օրինակներ ու պարզվեց, որ այդ մարդիկ որևէ մեկը իրենց գործը չի անում եւ վերջերս ինձ հարցնում են, ասում են արդյոք ես ոնց որ հիասթափվել եմ ինչ որ բաներից, ես ասում եմ, որ ասենք պայքարից չես հիասթափվում, չգիտեմ, այլ
պայքարի դժվարություններից չես հիասթափվում, բայց հիասթափվում ես ինչից։ Հիասթափվում ես մարդկանցից։ Այդպիսի մարդկանցից, որոնցից ակնկալիք ես ունեցել։ Ոչ թե որ ասենք, չգիտեմ, ժողովրդի մեր հայրենակիցների ինչ որ մասը կարող քարոզ ինտերվյու է, նորմալ է, բայց քարոզը դրա համար է արվում։ Բայց այն մարդիկ, որոնք որ ի պաշտոն այդ քարոզին չպետք է տրվեին, ի պաշտոն է պետք է իրենց դիրքը պահեին, հա։ Բարուշ, բայց ես կարծում եմ, որ մեր ձևավորած ակնկալիքը դա մեր խնդիրն է։ Այսինքն, այստեղ ես ավելի շատ տեսնում եմ իմ մեղավորությունը, որ ես ձևավորել եմ իմ համար ակնկալիք այդ մարդկանցից, որ это мои проблемы։ Չէ, ես համամ չեմ քո հետ, գիտես, որովհետև այսինքն նորմալ մարդը պետք է ունենա ակնկալիք, որ նորմալ մարդը, օրինակ ես հիմա որ նույնիսկ այսօր որ ես սպայ եմ տեսնում, ես ահագին դժվարությամբ եմ հաղթահարում իմ առաջին վերաբերմունքը սպային, որովհետև ես այդքան չեմ գիրք եմ կարդացել, պատմական տարբեր շրջափուլեր եմ ծանոթացել sense բան, հա, գրքի էջերից, հետազոտությունների էջերից, որտեղ տեսել եմ թե հայ մարդ ինչքան է երազել, որ ունենա հնարավորություն սեփական բանակի սպայի կողքին նստելու, ոչ թե ուրիշի ֆորման կրող սպայի, այլ հայկական բանակի, որի բանի վրա գրած է, շևրոնի վրա գրված է Հայաստանի Հանրապետության զինված ուժեր, Արցախի պաշտպանության բանակ, հասկանում ես, դա գերազանք է եղել, ու երբ որ ես այսօր նույնիսկ այսօր որ տեսնում եմ փողոցում Գենշտաբի պետին որ տեսնում ես, ինչ ես ուզում չտեսնեմ, աշխատում չտեսնել, բայց նույնիսկ ասենք այսօրվա պայմաններում որ տեսնես, որ առաջինը այդ միտքն է գալիս, որ դու ուզում ես այդ բանն ունել, քո ժողովուրդը երազել է բանակ կառուցելու, վերակառուցելու մասին ու վերջապես արել է, ու հիմա այդ սպաները փոխանակ իրենց այդ սպայական կոչմանը հավատարիմ մնան, ճիշտ հակառակն են, այսինքն ոնց է նայել էլի, օրինակ սպան ոնց է նստել ու նայել 2023 թվականի սեպտեմբերի 10-ին, անկեղծ չեմ։ Ես ճանաչում եմ մարդկանց, որոնք այտենց կանգնած էին սահմանին ու նայում էին։ Ոնց կարաս այդ ավել բան չեմ, չխելագարվես այդ բանը։ Ես այդ հարցը տվել եմ, ինձ ասում են հրաման չկար։ Ու այդտեղ իմ շփումը այդ մարդկանց հետ ավարտվել է, որտեղ ես չգիտեմ մենք իրար էլ ինչ կարանք ասենք այս կյանքում։ Ինքը բացատրում է մարդկանց կյանքեր չփրկելը հրաման չլինելով, ես համարում եմ, որ կան իրավիճակներ, որտեղ պատմությունը փոխում են հենց այն մարդիկ, որոնք այդ ապօրինի հրամանին չեն ենթարկվում։ Չգիտեմ, դա իմ կարծիքն է։ Ես չեմ դրդում հիմա մարդկանց խախտել հրամաններ, բայց նաև ապօրինի հրաման կատարելուց պետք է միշտ հիշել, որ դուք պարտավոր չեք կատարել, եթե հրամանը ապօրինի։ Կարծեմ Նյուրնբերգյան դատարանը տենց բան ունի, չէ, որ նրանք ովքեր որ արդարանում էին, որ հրաման են կատարել, այդ մարդկանց ասում էր, որ կան հրամաններ, որոնք որ ոնց որ կատարման ենթակա չեն։ Հիմա ասենք, ես չեմ իրոք էլի այդ պահի այլի աչքերից առաջ եկավ, ասենք սեպտեմբերի 19-ին ասենք չեմ Գորիսի մատույցներում կանես ու նայես ոնց Արցախ հայաթափվում։ Ես անձամբ ճանաչում եմ մարդկանց, որոնք հենց այդպես էլ վարվել են։ Ես գիտեմ այդ մարդկանց անձնապես։ Իմ համար դա հասկանալի չի, ընդունելի չի։ Իրանք ինչ որ իրանց ներսում գտել են այդ բացատրությունը, հրաման չկար։